Ողջույն բոլորին! Այսօր հայկական խոհանոցում պատրաստում ենք շատ համեղ, փափուկ, տոնական շերտավոր թխված կիրիսկա։ Այս խմորեղենը պատրաստվում է 30 րոպեի ընթացքում և բաղադրատոմսի մեջ չկա կարագ կամ ձեթ։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք իմ համեղ բաղադրատոմսերը։ Այս խմորեղենը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Վեց ձուն հարում ենք 180 գրամ շաքարավազի հետ այնքան, մինչև ծավալը մեծանա 3 անգամ։ Ինչպես նշեցի, այս խմորեղենը պատրաստվում է շատ արագ, ընդամենը 30 րոպեի ընթացքում, և կրեմը քսելուց հետո այն կարելի է անմիջապես մատուցել, քանի որ շերտերը շատ փափուկ են ստացվում այս բաղադրատոմսով։ Իսկ եթե կրեմը քսելուց հետո թողնեք մոտ 2 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի շերտերի մեջ, կստանաք իդեալական փափուկ և համեղ իրիսկա։ Ձուն լավ հարելուց հետո ավելացնում ենք 4 ճաշի գդալ բարձրակարգ մեղր, ինձ մոտ լորենու մեղր է։ Այս խմորեղենի համը կախված է բացառապես մեղրի որակից, քանի որ խմորեղենի մեջ չենք ավելացնում ոչ վանիլին և ոչ էլ վանիլային շաքարավազ, դրա համար վերցրեք բարձրակարգ մեղր։ Մեղրը ավելացնելուց հետո ավելացնում ենք նաև 1 թեյի գդալ սոդա։ Ինչպես գիտենք, մեղրը և սոդան շատ լավ քիմիական ռեակցիայի մեջ են մտնում, որի ընթացքում սոդան այրվում է։ 1-2 րոպե հարիչի օգնությամբ հարելուց հետո ավելացնում ենք 4 ճաշի գդալ կակաո և 250 գրամ ալյուր։ Ալյուրը և կակաոն մաղում ենք, որպեսզի դրանք հագեցնենք թթվածնով։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք, պետք է ստանանք ահա նման խտության խմոր։ Խմոր բաժանում ենք 3 մասի և թխում ենք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։ Առաջին շերտը ահա պատրաստ է։ Կտրում ենք եզրային հատվածները, դրանք մեզ անհրաժեշտ են խմորեղենը ձևավորելու համար, և հեռացնում ենք յուղաթուղթը։ Երեք շերտերը արդեն թխված են, տեսեք թե որքան ճկուն, բարձր և փափուկ շերտեր են ստացվել։ Կրեմը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 200 մլ սերուցք։ Սերուցքը նախքան հարելը պետք է դնենք սառնարան մոտ 12 ժամ։ Սերուցքը սկսում ենք հարել հարիչի ամենացածր արագությամբ, այնուհետև արագությունը քիչ-քիչ բարձրացնում ենք։ Սերուցքի վրա ավելացնում ենք 1 ճաշի գդալ մեղր և 200 գրամ եփած խտացրած կաթ։ Հարում ենք ևս 1 րոպե և կրեմը պատրաստ է։ Կրեմը բաժանում ենք 3 մասի և միացնում ենք շերտերը։
Վերջին շերտի վրա ավելացնում ենք թխվածքի փշուրները, ըստ ձեր ցանկության կարող եք նաև ավելացնել հալեցրած դառը շոկոլադ։ Ես անմիջապես կտրում եմ, տեսեք թե որքան փափուկ խմորեղեն է ստացվել։ Այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։